1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործի չդրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր և Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ելք։ 1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հայասպան դահիճների ցանկում այս մարդու անունը երկրորդն էր։ Իսմայիլ Էնվեր ծնվել է 1881 թվականին Ստամբուլում երկաթուղայինի ընտանիքում։ Սովորել է Օսմանյան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, ապա 1903-ից ծառայության անցել Օսմանյան կայսերական բանակում։ 1906 թվականին անդամագրվել է Վաթան Վեհյուրի հետ հայրենիք և ազատություն ընդհատակյա կազմակերպությանը և կապեր հաստատել երիտթուրքերի հետ։ 1908 թվականին դարձել է երիտթուրքական հեղաշրջման ամենաեռանդուն առաջնորդներից մեկը և արժանացել նորաստեղծ թուրքական պետության ամենահեղինակավոր զինվորականի համբավին։ Իր հավակնությունների, փառասիրության, եռանդի, նաև կարճահասակ լինելու պատճառով ստացել է թուրքական Նապոլեոն մականունը։ 1913 թվականին իրականացրել է նոր հեղաշրջում Թուրքիայում և ձևավորել եռապետություն, դառնալով դրա անդամը և վերցնելով իր ձեռքը պետության ռազմական նախարարությունը։ Անձամբ է նպաստել Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու գործընթացին և ստանձնել Օսմանյան բանակի վարած գլխավոր ճակատամարտերի հրամանատարությունը։ Ամենաեռանդուն մասնակցությունն է ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում, այդպիսով իրականացնելով իր վաղեմի երազանքը՝ իսպառ ոչնչացնել կայսրության տարածքում բնակվող բոլոր քրիստոնյաներին։ Հենց նրա հրամանով Օսմանյան բանակում ծառայող բոլոր հայ ազգի զինվորականները զինաթափ են արվել և սպանվել առանձնակի դաշնությամբ։ Իր բացառիկ դերը հայկական արհավիրքում ամրագրելու համար հայտարարել է. «Առանց մի թուրք զինվորի կորստի ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»։ 1918 թվականին Մուդրոսի կապիտուլյացիայից հետո Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից դատապարտվել է մահվան, սակայն Թալիաթի ու Ջեմալի հետ Սուզանավով փախել է Գերմանիա, ուր որոշ ժամանակով ծպտյալ ապրել է Ալի Բեյ անվան տակ։ 1920 թվականին ժամանել է Մոսկվա ու համագործակցություն սկսել բոլշևիկյան իշխանությունների հետ պրոլետարական հեղափոխության և իսլամի միավորման ցնդաբանական նախագծի շուրջ։ Այդ ծրագիրը գործի դնելու համար Լենինի հանձնարարությամբ մեկնել է Թուրքեստան, հավաքագրել այնտեղի բազմաճներից իսլամի բանակը, որը սակայն կարճ ժամանակ անց առաջնորդել է թուրքեստանյան բոլշևիկների դեմ։ Նպատակ ունենալով ստեղծել մեծ Թուրանը Պամիրից մինչև Թրակիա և Ղրիմ, հռչակել է իրեն իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Խալիֆի Փեսա և Մուհամմեդի տեղապահ։ Էնվեր Փաշայի հայտնաբերման և ոչնչացման գործընթացը ամենադժվարը եղավ Նեմեսիս ծրագրի անդամների համար։ Վրիժառուները նրան որոնում էին ամենուր և ջանք չէին խնայում օր առաջ վերջ տալ դահիճի կյանքին։ Դեռևս 1915 թվականին Միսակ Թորլաքյանը ծրագրեց նրան սպանել Տրապիզոնում, բայց չհաջողեց։ Այնուհետև 1920-ին Էնվերի հետքը հայտնաբերվեց Բաքվում, բայց այնտեղ շտապած Արշավի Շիրակյանն ու Արամ Երկանյանը ճանապարհին ձերբակալվեցին վրացական հատուկ ծառայությունների կողմից։ 1922 թվականին Հրաչ Փափազյանի խումբը բացահայտեց Էնվերի առանձնատան հասցեն Բերլինում, սակայն նախկին ռազմական նախարարը, թողնելով ընտանիքը Գերմանիայում, ճողոպրել էր արդեն Ռուսաստան։ Ամեն անգամ բախտը ժպտում էր թուրք Նապոլեոնին, սակայն նա ինքը վստահ էր, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Հաստատապես հայտնի է, որ Միջին Ասիա ուղևորվելու նրա որոշման գլխավոր դրդառիթը հայ վրիժառուների աչքից ու ձեռքից պրծնելու վերջին հույսն է եղել։ Սակայն մինչև Նեմեսիս ծրագրի անդամները կհասցնեին շարունակել Էնվերի նկատմամբ որսը Թուրքեստանում, նրա հանդեպ մահվան դատավճիռը շտապեց իրականացնել ազգությամբ հայ կարմիր բանակային մի սպա։ Հակոբ Արշակեի Մելքումյան ծնվել է 1885 թվականին Արցախի Խերխան գյուղում։ 1900 թվականից ապրել է Բաքվում, ապա Աշխաբադում։ Ծառայել է ռուսաց կայսերական բանակում և առաջին աշխարհամարտի տարիներին դարձել արևմտյան ճակատում գործող կազակային հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար։ 1917 թվականից հարել է բոլշևիկներին, մեկ տարի անց նշանակվել Մոսկովյան առաջին հեծելազորային գնդի հրամանատար և մասնակցել Դենիկինի դեմ վարած մարտերին։ 1919 թվականին ուղևորվել է Միջին Ասիա ու ստանձնել հեծելազորային բրիգադի հրամանատարի պաշտոնը։
Մասնակցել է Բուխարայի ազատագրմանը Էնվեր Փաշայի իսլամի բանակի զորքերից, ինչից հետո հրահանգ ստացել Մոսկվայից հետապնդելու եւ ջախջախելու Էնվերին Պամիրի ստորոտներում, մինչ նա կհասցնի փախչել Աֆղանստան։ Հակոբ Մելքոմյանը Էնվերի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի օգոստոսի 4-ին ներկայիս Տաջիկստանի Չաղան գյուղի մոտ։ Կանխավ նրա շտաբ ուղարկելով իր լրտեսներին, Մելքոմյանը հանկարծակի հարվածով հարձակվեց Էնվերի զորքի վրա, շրջապատեց այն ու գրեթե բոլորին անխնա ոչնչացրեց։ Մելքոմյանը անտեսեց Լենինից ստացած հրահանգը ամենափոքր իսկ հնարավորության դեպքում Էնվերին գերի վերցնել։ Իսլամի բանակի հրամանատարը պատրաստ է եղել հանձնվել Մելքոմյանին, սակայն վերջինս վստահ լինելով, որ Մոսկվան արժանի հաշվեհարդար չի տեսնի նրա նկատմամբ, հրամայել էր զինվորներին տեղում գնդակահարել դահիճին։ Ականատեսների վկայությամբ Էնվերը սպանվել է գնդացրի գնդակից, սակայն մահից հետո նրա գլուխն ու մարմինը մաս-մաս է արվել թրով։ Ըստ ամենայնի, նման հաշվեհարդարի հեղինակ է եղել Հակոբ Մելքոմյանը։ Կան նաև վկայություններ, թե նախքան Էնվերին թաղելը տաջիկական Բալջուվան գյուղի մոտ Մելքոմյանի հրամանով զինվորները նրա մարմինը իջեցրել են արտաթորանքի փոսը։ Իսմայիլ Էնվերը Նեմեսիսի սրբազան ուխտի վերջին խոշոր զոհն էր, ում մահվան դատավճիռը թեև իրագործվեց Կարմիր բանակային սպայի ձեռամբ, բայց ողջ հայության սրտի եւ հոգու արդար թախանձով։